Տեր Հիսուսի պատվական անունով բոլորիդ ողջունում եք սիրելիներ, այսօրվա մեր հաղորդումը Աստծո նվիրյալները շարքից է։ Անձեր, ովքեր որ նվիրական կյանք ապրեցին Աստծուն եւ Քրիստոսով ննջեցին։ Մի առիթով մենք հաղորդում պատրաստեցինք նվիրված Ջան Մարկի կյանքին եւ Աստծո գործը նրա միջոցով, անշուշտ մենք որևէ նպատակ չենք դնում որևէ անձնավորության ներկայացնել։ Մեր ամբողջ նպատակը Քրիստոսի փառքը եւ Աստծո գործը անհատների միջոցով։ Գիտեք, պատմության ընթացքը այնպեսին է եղել, որ նվիրյալներ միշտ էլ եղել են։ Մանավանդ առաջի դարում եւ երկրորդ դարում, երբ որ քրիստոնեությունը նոր պիտի հաստատվեր եւ հալածանքները անասելի էին, այն ժամանակ իսկապես նվիրյալներ եղան։ Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ, եթե կարդաք, այնտեղ հավատքի հերոսների մասին է գրված։ Եվ նաև բոլոր առաքյալները Քրիստոսի համար զոհվեցին, նվիրյալներ էին, իրենց կյանքը բոլորանվեր Տիրոջը հանձնած էր եւ իրենց համար մեկ կարևոր նպատակ կար՝ Աստծո փառքը։ Մեր հայոց պատմության մեջ եղել են նվիրյալներ, սկսենք Գրիգոր Լուսավորչից, Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին եւ շատեր, ովքեր որ արժևորեցին Քրիստոսի փառքը, Աստծո գործը եւ իրենց կյանքի ընթացքը այդպիսին էր։ Պողոս առաքյալը Աստծո խոսքի մեջ ասում է հետեւյալ ձևով. ինձ համար ապրելը Քրիստոս է, այսինքն ամեն բանից առավել Քրիստոսի փառքը իր կյանքի մեջ եւ միտեղ էլ ասում է, որ ես բոլորից շատ աշխատեցի եւ ավելացնում է եւ ոչ թե ես, այլ Աստծո հոգին, որ իմ մեջս է, որ չլինի, որ որևէ գովասանք իր անձին գնա, այլ միայն Աստծուն գնա։ Այսօր սիրելիներ, պիտի ձեզ ներկայացնենք Աստծո եւս մեկ նվիրյալի, վերապատվելի Էֆլատոն եղբայր Էլմաջյանին։ Նրա կյանքն էլ իրապես նվիրական է եղել, իրեն տրված շնորհքը քարոզելու պարգևը ինքը ջերմեռանդությամբ կատարել է եւ դրան զուգընթաց նաեւ ինքը մի աշխատություն է մեջտեղ բերել, որ պատխաբեր մի բան է եղել քրիստոնեական համայնքներին։ Այն է հոգեվոր երկարանի ստեղծելը։ Մի բացառիկ երկարան, որի մեջ ներգրաված է 875 երգեր եւ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է սա, ամեն մեկ երգը հատ ընտրելով, շատ երգեր իր թարգմանություններն են եւ այս գրքի մեջ ոչ միայն երգերի բառերն են ընդգրկված, այլ նաեւ նոտագրված են։ Այսինքն եթե մեկը երաժշտական որևէ ամենաէլեմենտար ուսում ունի, կարող է այս նոտաներից օգտվել։ Էլմաջյան եղբայրը երկար տարիներ եւ շատ եռանդ ու ջանք ներդնելով կարողացավ այս գիրքը մեջտեղ բերել։ Նրա մեջ շատ կան երգեր, որոնք թարգմանված են։ Ինքը հեղինակն է այդ թարգմանությունների, տարբեր լեզուներից թարգմանություններ։ Մի սքանչելի երկարան է մեջտեղ եկած, որ շատ քրիստոնեական համայնքներ նրանից օգտվում են։ Ահա տասնամյակներ, եւ ես վստահ եմ, մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստն էլ շատ եկեղեցիներում այս երկարանը պիտի գործածվի որպես փառաբանության երգերի մի շքեղ հավաքածու։ Եվ այս եղբայրն իրապես նվիրական կյանք ունեցավ, ինքը եղավ մի անոթ Աստծո ձեռքերի մեջ, որ գործածվեց եւ շատ պտուղներ բերեց։ Պողոս առաքյալի համար Աստծո խոսքը ասում է, որ նա ինձ համար մի ընտիր աման է իմ անունս հեթանոսների եւ թագավորների արչեւ բերելու եւ Պողոս առաքյալը այդ վկայության համեմատ ապրեց, Աստված ինչպես նրա մասին խոսել էր, եղավ այդ անոթը։ Մենք իհարկե համատականություն կամ զուգահեռներ չենք մտցնում, Պողոս առաքյալը մի հավատքի տիտան էր, հսկա էր,
բայց ժամանակի ընթացքում նաև եղան անձնավորություններ, ովքեր որ միանշանակ ձևով իրենց կյանքը նվիրական էր այս կամ այն գործի մեջ, միայն թե Աստված փառավորվեր։ Եվ Աստծո խոսքը ասում է, երանելի են բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսով կննջեն, սա ասում է Աստծո օգին, որովհետև իրենց գործերը իրենց հետևից կգնան եւ իրենց գործերից կհանգստանան։ Սերներ, ձեզ պիտի ներկայացնենք մի շարք վկայություններ անձնավորությունների, ովքեր որ մոտիկից ճանաչել են Էլմաջան եղբորը, նրա հետ շփվել են, հոգևոր կապերի մեջ են եղել, գիտեն նրա նվիրական կյանքը, իրենց վկայությունները պիտի բերեն այս եղբոր վերաբերյալ, թե Աստված ինչպես նրան գործածեց իր դաշտի մեջ։ Ապա նաև այդ վկայությունները պիտի ընդմիջվեն հոգևոր երգերով այս երգարանից եւ պիտի լսեք գեղեցիկ երգեր Կարո եղբայր Սուլահյանի կատարմամբ։
Հիսուս աշխարհ եկածադենը արդեն իր հանդեցներեն մերգացած է սուրբ գիրքս է Աստուծո գերբարանքը ունենալով հապշտակությունը չսեբեց Աստուծո հավասարը ապա իր անձը ունայնատուց զարայի գերբարանք առելով մարդոց նման լավով Էֆլատոն Էլմաջյան ծնած է 1889 թվին Թուրքիո Մարաշ քաղաքի մեջ։ Հայրը հացակորձ եղած է, փոքր տարիքին առաջին գրիվներ եղած են, թուրքերը սկսած են չարթել։ Ծնողքը ըստիպված փախած են, բայց ուրիշ երկու զավակ ունենալով խեղճ Էֆլատոնը ցկած են դան մեջ, հացի սագարի մեջ։ Թուրքերը թաղը լեցուցին, փողոցներ լեցուցին Եվ ինձ մե փոքր երկու քույրեր ունեի, մեկը 3 տարեկան, մյուսը 1 տարեկան, հայրս մեծը արավ, մայրս փոքրիկ արավ, եւ դանիք, դափարակ տանիքներ, հողեգը լայն տանիքներ այնադեն, հողե դափարակ տանիքներ, մեկեն մյուսը ցածկրդելով, բահվդելիք տեղը մը փնտրելու քասին, իսկ չէին գնար տանիլ, Երթալու ադեն մայրսիս համբուրեց և զիս հացամանին մեջ թրավ։ Երևի հացը այն ադեն լմնցեր էր, մայրս փոքրիկ արավ, հայրս ալ մեծը արավ, ես մնացի, զիս ինչպես պիտ դանեին։ Մայրս ինձ ասավ թե դղաս աղոտ կրե։ Ես աղոտ կրել չէի գիտեր, բայց միայն հայր մերի գիտեի։ Կսկսիմ ամենին գուքամ, նորեն կսկսիմ, նորեն գուքամ, հիմա ով գիտե քանի 100 անգամներ կսկսա այդպես խոսել։ Այդ բարակային թուրքեր եկան, դունը թալլեցին, պատուհանները գտրվեցին, ամեն բան դարին, բայց Աստված հրաշք կատարեցին, այդ հացաբանին չնայեցան։ Բաբան փունիշտը հաց նայելիք տեղը հացն է անդեղը, բայց չնայեցա։ Երկրորդ Բզդիկ տղամը Աստված Դանիելին արյուզներուն փերանը կոծածին բես, իմ փերանս կոծեց, որ ցան չանեցի, չլացի։ Չարթը լմնցավ, ամբողջ օրը, իրիգունը հայրս մայրս ուր որ բահվդեր էին, ալ հանքից չէին ունենար, մինչև որ քիտնային թե իրենց դղանին չեղավ դունը։ Ետ կուքան, չեմ գնար այդ բայրգանը մորնալ, մայրս հայրս հոգ չրին թե դունը բոլոր թալլվերը ամեն բան կացեր է, անոնց հոգը այդ հասամանն է։ Առաջին անգամ եկան, երբ աթամանը փասին դեսան, որ ես ողջ եմ, ոնգիցեր եմ, բան մը չէ եղած ինձի, ես կուլամ, մայրս կուլա, զարմանալի դեսարան մներ, որ չեմ գնար մորնալ ադեգա։ Թուրքը այսպես ամեն 10-20 տարին անգամը չարտ մը գներ։ Այս շրջաններու մեջ ինքը կսկսի իր փոքր տարիքին օգնել իր ընտանիքին եւ կսկսի դպրոց երթալ։ Դպրոցի մեջ շատ սիրված անակդեսնեմ, որ ինքը դաղանդ ուներ երաժշտային, լավ չուտակ կնվակեր, բայց չուտակ չուներ։ Ըստիված էին ծնողք իրեն չուտակ մը քնել, բայց իրենց կարողությունեն վերր, այդ օրերուն 75 թրկական տրամև չուներ։ Ուրեմն ըստիված է շաբաթօրերը աշխատիլ սապրիչի մխանութը, ինչպես գիտեք on սապրիչները մեր վիճակի պես չեն, դարբեր են, ուրեմն սապրիչին չուր գպերեր։ Շաբաթօրեր գերտար սապրիչին գոկներ, սապրիչը Փանոս Մերջանյան անով հավատացյալներ։ Մեկ տարվա ընթացքին ատրամը գավակե եւ չուտակը գստանա։ Ես այդ պենքինգ չէի գիտեր դագավին, ABC չէի գիտեր,
երբեք դպրոց չէի քասեր բզդի գեի, բայց նոթա գիտեի, երբ առաջին շուտագը ցերկս արի, չեմ գիտեր թե ինչպես պիտի սկսեմ, դո ռե մի ֆա սոլ լա ուլգե պիտի ալլա, թելերը թապտպած, պարեգամ մոնեի քասիրսի հագոպ տղա, բաբասինձի շուտակ մը պերավ, թելերը թապտպած ինչպես պիտի չեն գիտեր, դղա ասա նոթա գիտես, կնա գամուր չիթիր, թելերը վրան թիր, քաշե, և գլլա, անգևերջի մնասած է գլլա, թելերը քաշեցի, գվախնամ թե գպրթի, վերջապես առաջին թելը քաշեցի, որ սոլ է, քեչ մը դնգ գրի, ասի թող սոլը լա, ասի, անգևերջը ռե, լա, մի, հիմա ինչ պիտի ալա, մինչև որ անի գահերի ես կիշեր եղավ, այս անգամ ես սկսած սոլը կիտեմ հիմա, սոլը մեջը լագուկա, բեր, սոլա, սի, դո, և այլն, սկեյլը, փոլոր չորսի, դերում վրա ըրի, անգևերջը, ես հիմա պետք է նվակեմ, 4-5 նոթայով երկ մգար, եղավսի, ասի եղավ, անգևերջը չութագը արի, և այդ չութագին համար 75 շապատ, սապրիչի մեջ շուր գրեր էի, շապատականից մեկ կուրուշ, 75 կուրուշի, հիմա չութագը քրգեցի, բարգեցա վրան, արդուն արդնցա, որ չութագը քրգեր եմ, այնպես կեսեր եմ, այս չապ երաժիշտությունը կսիրեի, Անչափ շատ լավ գնվակ է եւ հոն նշանավոր հայասկային մգար դոկտոր Վարդապետյան գհավնի այս մանչուգին չուտագի դաղանտը կսեսկեզ մեկ տարիով Գերմանիա բիդուղարգեմ որ հոն երթաս համասարան եւ երաշտական մասնակցություն դնես Էֆլատոն գմերժը քանի որ իր բադանեգության ընթացքին ինքզին կնվիրի աստուծո եւ գսե որ ես ավետարանիչ բիդելամ Եվ այս բժիշկը շատ կզայրանա, ես քեզի գուդամ, դու չես երթար, դժվար էր մանուկին գոչում հասկանալ։ Ուրեմն այդ շրջանին առաջին անգամ երթա Դարսոն քաղաքի մեջ Սուրբ Բողոս, Սենտ Պոլսված Սուրբ Կրոստոպրոցը հոն իր ուսումը գարնե, որ մեյտկը գուկա Մարաշ աստվածապանական դպրոց կար, հոն գերտա իր աստվածապանական ուսումը շարունակելու։ Բավական դժվար կացության մեջ կանտվի, քանի որ այդ շրջանին քաղաքականությունը արդեն սկսած էր եւ ամեն գոմեն մարդիկ գաքսորվեն։ Երբ գաքսորվեր ծավալը ինքզին կգտնա Հալեբ քաղաքը։ Հալեբ քաղաք բոլոր քաղաքականները հոն եկած էին Եվ ըստիպված հոն գաշխադի դպրոց չիգա, ուդելիկ չիգա, հովիվ միրեն հոգ կդանի, տշմախտապար այդ օրերուն վասակնալ հալեբ կար, արշավիր անոն մեկը, որ շատ մհայերը մատնած էր թուրքերուն, իմե չայլոց մեր երդասարդ Էֆլատոնը, Էլմաջյան, գպախի, լերներ գերտա և 2-3 տարի լերներու մեջ կչարչրգվի և դերմը կա, որ անչապ ձանար հիվանդ թայֆոյդե կդարաբի և գիսամեր զին կգտնեն, պարեգամներ կդեսնեն, որ ասիկա իրեն ձանոտ Էֆլատոնն է, կարնեն ետ հալեբ կպերեն, այդ օրերուն նշանավոր դոկտոր մգար բժիշկ Հովնանյան, անոր հիվանդանոցը կպերեն, բժիշկսը որ ասիկա ինչ պերիկ, ասիկա մերած անցն է, բայց փուշ քուրմը գսե հոգտանինք եւ հոն գազադի բարեփոխտապար գազադի կարող չանա ատկեվերջը գանցնի ադանա հոնալ ուսչունյունն է ատկի գհրավիրվի իսկենդերուն որ Ալեքսանդրետ գսեն հոն դպրոցի մեջ երաժշտություն գսորվեցնե իր նախկին ամերիկացի միսիոնար ուսուցիչները մեկը դեսնե, ինչ կնես կսե, կուսանիմ, ինչ կուզես կսե, կուզեմ եկատ միացյալ նահանգներ երթալ իմ ուսումս շարունակել։ Եվ այս միսիոնարը, բոլոր թուղթերը գարկատրե, վիզան գարնեն,
եւ գուղարգեզինք Միացյալ Նահանգներ։ Առաջին անգամ գերտա Hartford, Connecticut համալսարանի մեջ, որ ազգապանական ջեմարան մներ, առաջին դարին հոն գուսանի, բաց կտեսնե, որ շատ արդիական վարդապետությամբ լեցուն ազգապանական ջեմարան մնե գծկե եւ գերտա Բոստոնի մեջ կշարունակե մրգչական ընդովրսված ազգապանական ջեմարանը։ Բոստոնի մեջ շատ ավոր դպրոց գերտանին ադեն երաժշտության Բոստոն սիմֆոնի օրկեստրան գուզե որ ինքը կա իրենց սիմֆոնիի միանա շաբաթը միան երկու անգամ մեկ հատ փորձ մեկ հատ համերգ տալու համար եւ $60 գիտան ամսական կմերժե կսե ես ավետարանին չեմ տրամով չեմ նվակեր հասարակած ժողովրդին եւ այսպեսով իր դպրոցը կվերջացնի եւ կսկսի ավերանչական արշավներով աչրջանին Ամերիկայի արևելյան նահանգներու մեջ Բոստոն, Նյու Յորք եւ Ֆիլադելֆիա հոն եղբայրության եկեցիների մեջ դարիներով ավերանչությունն է գծարայ եւ աստարայության ավերանչական ժողովներու մեգուն ընթացքին գահանտիբի երդասարդ օրորտիմը Եստեր Քսաջիկյան անով եւ միջնորդ կլան շատեր որ ամուսնանա բավական երկան պատմությունն է վերջապես գամուսնանա Մինչ ինքը իր եկեցիներու մեջ ավերանչական ժողովները գնայ որ ժողովուրդը ցերկ կվերցնեն մեկը թրքերենով աս երկարանի մեջ թիվ քանի է մյուսը հայերենը աս երկարանի մեջ թիվ քանին է ամիջապես կանտրատարնա որ պետք է երկարամը որ երեք լեզոլա թրքերեն հայերեն եւ անգլերեն երկու դարիներ ջկնաշամ գաշխադի եւ Էլմաջան երկարան որ գսենք at երկարանը մեջտեղով առաջին անգամ 1938-ին երեք լեզվով թրքերենով հայերենով եւ անգլերենով ժամանակի ընթացքին թրքերեն եւ անգլերենը գեցին միայն հայերեն գլա քանի որ ավերել մերձավոր արևելքի ժողովուրդը կորզած է Մինչև մա 8 անգամ դվակրված է, վերջինը հայերենով եւ անգլերենով է։ Արևելքի նահանգներեն զինք գրավրեն թեպի Կալիֆոռնիա, Փասադենա, Կոկա Փասադենա եղբայրության եկեղեցի մեջ 13 տարի գծարայ է։ Ծառայելեն վերջը գսեվրես պետք է ավերանչությունն է, ուրեմն կշարունակե իր ավերանչությունը։ 50-ական թվականներուն մերձավոր արևելք ուզերտա Հոն երեք քույրեր եւ եղբայր մունի որ 40 տարի չեր դեսած ուրեմն եկավ մերձավոր արևելք եւ դարբեր քաղաքներու մեջ Դամասկոս, Հալեբ, Բեյրութ, Եգիպտոս, Բաղդադ, Կիպրոս 4-5 տարի ավերանչություն դրավ վերջին տարիները եկավ Թարցիալ Փասադենա մինչեւ 93 տարին ապրեցավ եւ 93 տարի վերջը դերը զենգիրքով կանչի Ինչու երեսը դրդում է Նեհեմիա թագավորին չպատասխանած այդ անցնող մեկ երկվայրյանին մեջ սրդանց աղոթքի հոգիով աղոթեց եւ քրված է երրորդ գլխուն 4 համարին մեջ այն ադեն երկինքի թագավորին աղոթ կրի ու թագավորին ասի Նեհեմիա քանի երկվայրյան ժամանակ աղոթելու համար ճիշտ հոն վայրգենական Երկինքի աստուծո հերակիր մղրեց շուտով at հերակիրը հոն հասավ չհասավ թագավորին պատասխանեցի Վայրգենական աղոթքին արդյունքն էր թագավորը Երուսաղեմի եւ Դաջարին վերաշինության համար պետք եղած հազարավոր դոլարներ արժող բիդույքը իրեն տվավ
վստահի դուր իմ կյանքս ամեն օր քեզ կհանձնվի Հանձնվիմ քեզ Հիսուս իմ ինչ որ ունիմ մարգեսի շնորհք եւ ուժ քեզ մեկ ընդունիմ օրհնություն դալ վրաս հանգչի քեզ կհանձնվիմ քեզ Հանձնվիմ քեզ Հիսուս իմ կսկամարդ հուր սրբազան լման պրգությամ կհրջվիմ պարքվո պարքուր սուրբանվան քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ անպայման օրհնյալ բրգիչիմ քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ անպայման օրհնյալ բրգիչիմ քեզ կհանձնվիմ Ես պիտի ուզեի մի քանի բաներ հիշել իր ավետարանչական ժողովներեն, որ տեղի ունեցա Բեյրութի մեջ։ Եվ ես օրհնությունը ունեցա ինքը մտի գնելու։ Կհիշեմ, երբ կքարոզեր Ղուկաս ավետարանի 16-րդ գլուխ 19-րդ համարեն հարուստ եւ աղքատ մարդու տիպվածը, որ Հիսուս պատմած էր։ Ուր այս հարուստը գաբրեր ամեն կերպ բերջ, ուրախ, հարուստ, փառավորյալ կյանքով մը եւ Ղազարոս իր թրանքով փշրանքներեն միայն կգերակրվեր։ Հարուստ մարդուն համար աբական երբեք նույն չէր, հավիտենականությունը նույն չէր, միայն այդ օրվան համար գաբրեր եւ աղքատը ինչպես էսի փշրանքներեն կգերակրվեր եւ գսե շուները գուքային եւ իր վերքերը կլզեին այնպես եղավ որ հարուստ մարդը մեռավ գսե եւ նույն ադեն աղքատն մեռավ եւ հոն պատվելին հիշեց թե ինչպես հավասարություն մգա հարուստի աղքատի զարգացածի դքեդի եւ փախուստ չկա որ ամենքս պիտի թեմավորենք այդ բահը
Եվ փամը որ հիշեց, ասավ երբ հարուստ մարդը վեր նայեցավ եւ տեսավ Աբրահամի քոքը, աղքատ մարդը հանգիստ նստած, ոչ թե անոր համար որ աղքատ էր հոն քնած, որովհետեւ դերը կճանչտար, որովհետեւ վերջը գսե հարուստը, գսե որ ով հայր Ղազարոսը ետ գրկե, որբեսի երթա քարոզի իմ եղբայրներուս, եւ պատասխանը գուքա, եթե գսե Մովսեսի եւ մարգարեներու մուտիկչեններ, այսինքն Աստծո խոսքի մուտիկչեններ, եթե մերելներեն մեկն ալ հարություն առնե, պիտի չապաշխարեն։ Ուրեմն ապաշխարությունն էր տարբերությունը եւ Բադվելին շեշտեց ասելով, որ օրը պիտի կա, որ Աստված պիտի սե միտքդ փեր։ Այս բառը ինձ շատ աստեց, որովհետեւ ասավ Աստված քու հիշողությանդ փանալին պիտի փանա եւ թուն պիտի հիշես քու կյանքդ եւ պիտի սես ինչպես եղավ որ ես մերժեցի։ Եվ այդ մասներ որ երբեք չմոռցա, այն ադեն անշուշտ կոմպյուտերներ չկային, բայց եւ այնպես հիմա մենք գիտենք ինչսել է հիշողություն, memory, storage, բայց Աստծո մարդը ճիշտ այդ ցևով բացատրեցավ, մի խորիր որ մոռցած ես, թերևս հիմա մոռցած ես, բայց օրը պիտի կա, որ Աստված պիտի փանակ ու հիշողությունդ եւ պիտի հիշես այդ բոլոր այդ ցելությունները, որ ունեցար Սուրբ Հոգին, Աստծո խոսքեն, Աստծո զավակներու կողմանեն եւ պիտի սես ինչպես մերժեցի։ Անոր համար կսե Եփրայեցոց 2-րդ համարին մեջ ինչպես պիտի ազատենք, եթե անհոգ ըլլանք այսպեսի մեծ փրկության հանդեպ։ Եվ նորեն հիշեցավ, սակայն Աստված իր սերը զոր մեր վրա ուներ հայտնեց, որ երբ թեր մեղավոր էինք, Քրիստոս մեզի համար մեռավ։ Երբեք չեմ մոռանալ այս բառը, միտքդ փեր եւ հիշե։ Հաջորդ քարոզը որ կհիշեմ, այնալ ամեն բաները բարի կործագից կլան Աստծո զավակներուն համար եւ հոն եղելությունը պատմեց, որ անշուշտ ինձ համար նոր էր, թերևս ոմանց համար չէր։ Եվ այդ եղելությունը այն էր, որ ինչպես մարդը գայցել է խոզանադուն մգարձեմ կսվիադոր, անգլերեն հայերենը շատ լավ չեմ հիշեր, հոն երթա, որբեսի թիդե, թե ինչպես շիրամը խոզանեն թուրս կելը, երբ մետաքսի խոզանեն թուրս կելը։ Եվ երբ որ գտիդե գտեսնե, որ այս խոզանը շատ դժվարություն կունենա իր շիրամեն թուրս ելնելու։ Եվ ուրեմն գսե ես քիչ մօգնեմ ասոր, սուր տանակով ատպզդիկ փածված կա ավելի կմեցնի։ Եվ երբ ասպզդիկ խոզակը դուրս կելե, շատ մեծ թյուրությամբ ինք ուրախանա, որ օգտեց իրեն, բայց եւ այնպես փոխանականիկա ըլլալու քեղեցիկ թիթեռնիկը, անիկա միայն ворդ մներ, որ գսողար կետնին վրա, եւ քիչ վերջ կետնին վրա մեռավ։ Անիկա չգրծավ ըլլալ քեղեցիկ թիթեռնիկը, որ թրջեր ծաղիկ, տեսներ ադոնց քեղակույն քույները եւ վայելեր արևի շողերը, որովհետեւ անցմը չանած խորելով որ օգնե վնաս հասցուց։ Եվ ճիշտ ասիկա էր որ գսեր, թե երբ Աստված գարդոնե մեր կյանքերու մեջ դժվարություններ մի փախչիր, հապա համբերությունով իրենը սպասե, որովհետեւ գսե Աստծո խոսքը, որ համբերությունը կատարյալ գործ թող ունենա։ Եվ երբ այս մասին խոսեցա, վերջավորության ուզեց, որ Էրմատյանեն երկվի 311-րդ երկը, երբ խաղաղություն իբրև քետ կհորթի, գամցավ իբրալիկ հողմահույս, ինչ որ է բաժինս, ուսուցիր դու ինձ թե բարի է իմ հոգվույս։ Ամեն բաները բարի գործագից կլան ըսավ, անոնք որ Աստված կսիրեն, եւ որքան շիտակ էր այս մեծ ճշմարտությունը, որ կյանքիս մեջ միշտ ընկերացած է ինձի։ Եվ մանավանդ վերջին համարը, երբ որ երկը վետեր, շուտ կա այն օր, երբ ցնցին սևամբեր, հավատքս լադեսություն։
երբ փողը հնչե եւ իջնե փարած դեր, այս նաեւ բարի է իմ հոգուս, եւ սավաս վերջին համարը կուսեմ, որ գրկնակի օրեն զորավոր երկեք, եւ հիմա ամեն անգամին, որ այս երկը կերկվի, այդ վերջին համարը երբ որ կուկա, եթե կնվակեմ զորավոր կնվակեմ, եթե գերկեմ զորավոր գերկեմ, եւ միշտ հիշեմ այդ պահը։ Շնորհակալ եմ ասարիթին համար, որ գրնամ իմ շոհությունս բրբդել և դպավորություններս արդայդել մաջան եփոր գյանքին, կորձունեության և նաև իմ անձնական փորձառությանս, որ երկար դարերու ընթացքին եղած է։ Ես պատվելին գիշեմ իմ բադանի դարիքես, երբ լիպանան կգտնվեի և ինք լիպանան կարավդարանչական ժողովներ ընելու և երբ ինք ժողովներ գներ, ուրախությամբ կերտայինք, որովհետև ժողովները շատ խանդավառ գլար, գիշեմ, թե երբեմն իր չուտագարներ փեմ գելեր և երկերը գարաշնորթել չուտագով և շատ լավ չուտագահար էր և նույն ժամանակ լավ երջանկուղ ղեկավար էր իր անշուշտ ավետարանչական բարգևներով միասին և ժողովները թե հետաքրքրական գլային, թե խանդավառ գլային և թե օգտակար գլային և հոն դեղեն արդեն ինձ սիրած էինք
Բայց երբ Ամերիկայի եկա, արիթ ունեցա ավելի զինք մոդեն ճանչնալու, որովհետև Փաստինա դեղավորվեցանք եւ Էրմաջան եղբայրինը Փաստինա գփնագեր, արիթներ դվավ, որ զինքը ավելի մոդեն կամ ավելի հաջող տեսնենք եւ հարթակցինք հետը։ Եվ այդ տարիներուն, որ Սոսին եւ ես եղբայրտեն եկեցի երդասարտած առաջնորդ էինք, արիթներով զինք կհրավիրեինք, որպեսզի քայ եւ երդասարտներուն ալ խոսի։ Արիթով երդասարտները բոլոր մեր դունը հրավիրեցինք։ Լսած է, որ շատ իր կյանքին պատմությունը չէր սիրել պատմել, բայց ցեվով համոզվեցավ։ Եկավ մեր տան մեջ եւ այդ ժամանակ դժբախտաբար վիդեո կոյություններ, որ վիդեոյով զինք արձանագրեինք, միան ժաբավենի վրա արձանագրեցինք, ուրեմն իր կյանքին պատմությունը եւ անոր մեջ եղած հրաշները կոնե իր ցայնովը արձանագրված ունենք։ Ուրիշ մեկ հաջելի հիշադակը Էրմաջան եղբայրն այն է, որ երբ Սոսին եւ ես պիտի նշանվեինք, խնդրեցինք, որ ինքն է մեր նշանդուկը եւ այդալ գադարեց եւ այդալ շատ օրհնյալ հիշադակ մնա մեզի համար։ Եվ որ Էրմաջան եղբոր մասին կմտածեմ, դպավորություն, որ մտքիս մեջ այն է, որ միշտ գժբդեր, ժբդաթեմ անցմներ, գարից միշտ ուրախ էր, հագարականով, որ շատ թժվար կյանք մնացած էր, սկսելով իր մանկութենեն Թուրքիո մեջ եւ երկար դարներու հալածանքեն հետո եւ ֆիզիկական վնասներեն հետո խաղաղ, հանդարտ եւ ուրախ անցմներ։ Եվ մինչև կյանքին խոր ձեռությունը դերոջը ծառայեց, փրկության պատկամը քարոզեց եւ որ գրնար բաժին վերցնել ուրախությամբ եւ սիրով վրավ։ Գասկնամ, որ արիթով մզինք վարձեց թուրք մեծավոր մզինքը վարձեց, որբեսի թուրք փոքրիկներու երկել սորվեցնեն, նվակել սորվեցնեն։ Եվ ադոնք կհասկնան, որ փնավ քարասայն ինչ է չեն լսած։ Մեկ ցայնով գնվակեն, մեկ ցայնով երկեն եղեր։ Ուրեմն բադվելին ուզե իրենց քարասայն սորվեցնել, կբատմեր, որ սկսա սորվեցնել, բայց երբեք չեն գնար ցայները բահել, գխառնվեր ցայները։ Իսկ ուրեմն զերենք մեծ սենագի մեջ տարի եւ աս 4-ը ամեն մեկ անգյունը դրի, որպես հոնդեղեն իրենց բաժինը ընեն։ Եվ որ լավ մսորվեցան գսե հետո կովկոյ փերիզ իրենք, եւ որ ադիգա ներկայացին, գսե որ թուրք մեծավորը զարմացավ թե ասին չկլա։ Եվ թրքերենով գսե որ ասա որ ասին չէ գսե ամեն մարդ ուրիշ բան գերքե, բայց հաջելի գլսվի, հա։ Եվ անշուշտ նա մտքին հետևեն խնդացած էր այդ եղածին նկատմամբ։ Էրմաջան եղբայրը իրապես բացարիք կորձ հրավ դերոջը կորձը, մեզ անշուշտ դերոջը կորձներ իր միջոցով եւ ադով հանդերձ որ երկրդարներ չարչարվեցավ, ստամոքսը փճացած էր։ Ես կհիշեմ պատմեց, որ ինչ որ ուդեր ստամոքսը անանքից կլար, իր հալածանքի դարիներում որ Թուրքիո մեջ էր եւ ամեն դեսակի փան գերազեր եւ ստամոքսը վնասված էր, գսեր որ օրը ասված իրեն խորհուրդ մհայտնեց։ Իրեն ասա որ Էֆլատոն փորձե եւ գեր։ Եվ գսե ադոր վրա ես սկսա մեկ առ մեկ տարբեր ուդեսերներ առանցին փորձել եւ որ դեսա որ եթե ասեվով ուդեմ, ասինչ փանը ուդեմ, ասեվով պատրաստեմ, ստամոքսս հանկից կմնա եւ ադիգա ինձի ցև մդվավ որ գայրնամ հանկից կերագուրս ուդել եւ կյանքը երկար դարներ շարունակեց այդ ցևով։ Եթե Էրմաջան եղբոր մասին մտածելով միան մեկ փար պիտի հիշեմ, այդ փարը հրաշք պիտի լա։ Աս եղբոր կյանքը ամբողջությամբ հրաշք էր, սկիզբեն մինչև վերջը եւ նաեւ իր կյանքով կորձունությամբ ասված հրաշքներ հայտնեց եւ փարավորվեցավ Փարքելայ հիշադակին համար։ Sakner pushever taraber tartsaver anchavat kalerir khachin da zi khachner ansamki
ոչիրի մեծ նշան ու բասակ ու շեղեն նախատին ասահման զիցակված իրեմ վրա աշխարի մեղնասկա գելերան կողքոթա կարմիր կողքոթա կարմիր կողքոթա կարմիր կողքոթա Ես Բադվելի Էլմաջանին ծանոթացած եմ 1957-58 թվականներեն, երբ դեռ ես Բեյրութի մեջ աստվածաբանական դպրոց երթայի իր պատգամները եկեղեցի մեջ գլսեինք 1961-ին երբ որ Բեյրութի մեջ վերաբադվելի Սամուել Դոկտորյանի հետ արիթ ունեցանք ավետարանչական գետրոնը սկսելու անիգա մեզի թիգուն գեցող աստծո ծառաներեն մեկն էր նոր կորզմս գսկսեր նոր եկեղեցիմը ոմանք քաչալերեին ոմանք ուրախ էին շատեր գաղութեին ոմանք ալ չէին ուզեր ոմանք կքննադատեին եւ գցանային մեր ցերկերը տուլցնել բայց վերաբադվելի Էլմաջան անխդիրորեն մեզի թուգուն կեցավ գուկար գկարոզեր գոկներ երկը սորվեցներ եւ հոն իրեն մդերմացանք ինձ համար մեծ ուրախություն էր զինք ունենալ մեր բսագին հայերեն պատկամ դվողը մեր ամուսնության adın դիգնոջ սեդ ունեցանք մեկ որ անգլերենով պատկամ դվավ ուրիշ արաբերենով պատկամ դվավ եւ հայերեն պատկամնալ վերաբադվելի Էլմաջան դվավ մեզի համար իրավադիգա մեծ ուրախություն էր վերաբադվել Էլմաջան ինչպես գիտեք ամենը հիանալի երաժիշտ մներ անոր քրած եզակի այդ քիրքը որ նմանը չի եղած երեք լեզուներով հայերեն անգլերեն եւ թրքերեն լեզուներով մարտիկ կերկեին զաստված գփարավանեին եւ երբեք չեր ուզեր որ Էլմաջան երկարանը իր քրած երկարանը իր անունով գոչվի գսեր ասիգա հոգևոր բաշտամունքի երկարանն է Էլմաջանի երկարան չէ աչափ խոնար աչափ հեզ եղբայրմներ անիգա իմ աներհորս աներմորս եւ դիգնոջ մորակունն հետ մդերին բարեկամություն ուներ գիշեմ որ երբեք չեր ուզեր մեգունդունը ջաշի երթալ ստամոք սխանկարված էր սակայն քանի որ դիգնոջ մորակույրը լիբանանի շտորայի մեջ ամարանոց դում ուներ քյումը ամեն ամար հոն գուկար եւ մի քանի շաբաթ հոնգանցներ օտապոխտյան համար եւ այնտեղը իրեն ավելի գմեդերմանային ավելի իրմով գուրախանային իր ցանկը իմ վրաս անչափ մեծ դպավորություն ցկած է շատ անգամ իր կովը գերտայի լիբանան գնստեի իր հետ ժամերով կխոսեինք հարցումներ կունենայի աստվածաշունչեն անորոշ բաներ ինձ համար նոր երդասարդ քարոզիչը եւ դից իր ցերքին դեղ առնելով ինձ գսորվեցներ գխրադեր հովվական ծարայության կապարներ ու գդարտ է ինչպես պիտի ծարայեմ եւ այդ օրերուն երբ որ զինք գայցելեի Փասեդինա դեսնելու երբեք չեմ մորնար գսեր չեմ գիտեր ինչու աստված ձեզ չի դաներ 90 ամսա գսեր եւ իմ բարեկամներս բոլորը քացեր են իմ ընկերներս իմ բարեկամներս մեկը չեմ մնացած եւ գսեր թե աստծո գաղթեմ գսեմ ով դեր զիս մորցար գերեվի իմ հասես Փասեդնայե Hill Avenue-ի վրան գաբրիմ հաջիս մի մորնար ես երգին կուկովդ կալ գուզեմ եւ իրեն գսեի բադվելի սպասե թեր մենք քեզի պետք ունենք ոչ գսեր ես պետք էր տամ բոլորը քացին եւ այդպես ծարայեց այս եղբայրը առանց խդրության բոլորը գսիրեր չգար եկեղեցիմը չգար խմփագմը որու ինք հագարագեր թեմեր գամ քիչմը չերախորժեր հավա բոլոր
Աստծո զավակները, որոնք փրկության ավետարանը կքարոզեին, անխդիր, գսիրեր, գոքներ եւ այս վերջին օրերս, երբ որ իր ցանկը կգարթայի, իր գենսակրությունը ինչ զոհափեր ցանկը ունեցած է, ինչ նեղություններ է անցած, ինչ դժվարություններ է անցած, մինչև որ դերզինք իր հանգիստ տարավ, այս օրտնյալ զարան, օրինագելի զարամներ, իմ աղոթքս այն է, որ ես ալ գարենամ, անոր նման զարայել Աստծո եւ վստահ եմ, երբ որ ես այս աշխարհին մեկնիմ, իմ ետևես այսչափ իմ մասից կարելի խոսոնող բիլշլան, բայց ինչ որ ասենք, այս օրտնյալ զարայի մասին, Աստծո զավգի մասին, վերաբադվելի Էլմաջանի մասին արժանի էր, դերը դա որ այսօր ալ անոր նման կորձավորներ հանե, որոնք ոչ տրամի, ոչ համբավի, ոչ անունի ետևեին, հաբա ավետարանը քարոզելու եւ ավետարանը գարոդյալ հոգիներու դանելու։ Դերը օրտնե անոր հիշադակը, օրտնյալը լա դերոչը անունը։ Գարեխ բայր գիշեմ հիմա որ այս երկերը գերքես եւ իբր Էլմաջան երկարանեն գոչենք այդպես եղբոր անունը բադվելի մներ ինքը Էլմաջան եղբայրը եւ դարիներ առաջ այս երկարանը միասին երկերը փերած է թարգմանած համատրած եւ երբ եկեղեցիներ գերտար քարոզիչ եղբայրեր ինքը նույն ադենալ գիշեմ միշտ որ մեր եկեղեցին ալ գայցելեր ամեն անգամ նոր երգ մը գսորվեցներ բոլորը գիտեր արդեն երկերը եւ ուրախությունով գսորվեցներ երաթով մենք ալ գսորվեինք իսկ նույն ադենալ երկեինք մենք մյուս երկերեն եթե բադահեր որ սխալ չափով երկենք կամ դեղը շիդակ չեն կներ ամիջապես դեղը չեր գնալ հանդար գծածկեր չեղավ գգեցներ բոլոր ժողովուրդը նվակարանները շիդակ մի երկեք մեզի շիդակը գսորվեցներ գսորվեի Կարևորը այդ հոգին մեջը տնելն է եւ աս երկերն ալ որ ինչ ներշնչումով կրված են Աստծո Սուրբ հոգին թրած է քրոներուն երաժիշտներուն որ թրած են եղանակը մենք ալ դագավին կսորվինք երկենք օրհնությունը գարնենք փառքը դերոջը լա ամեն Եվ այսպես ելներ ձեզ ներկայացվեց Էլմաջան եղբոր կյանքի վկայությունը, որ նրա կյանքին քաջածանորդ անձնավորություններ ձեզ ներկայացրեցին, միտում ունենալով այդ ներկայացված հանգամանքների մեջ ցույց տալու Քրիստոսի փառքը, ոչ թե գովասանքի խոսքեր ասելու Էլմաջան եղբորը, այլ որ այդ կյանքի մեջ Աստված փառավորվեց։ Եվ իրապես Էլմաջան եղբայրը խոնարհությամբ ապրեց այս կյանքի մեջ եւ շատ վկայություններ կան դրա վրայով մասնավորաբար մի դրվագ եւս իր կյանքից իր մահից առաջ պատվիրել էր որ իր թաղման արարողությանը միայն իր ընտանիքի անդամները մասնակցեն զարմացաք նպատակ ուներ որպիսի չլինի թե իր թաղման ժամանակ մարդիկ գան եւ իր անձը գովաբանեն Փնտրում էր նա Աստծո փառքը եւ այդպես էլ իր կյանքը ապրեց։ Ի դեպ, այո, այդպես էլ եղավ, իր թաղմանը ներկա գտնվեցին մոտավորապես 10 հոգիներ, իր ընտանիքի անդամները եւ խստորեն կատարեցին այն ինչ որ իրենց պատվիրված էր Էլմաջան եղբոր միջոցով։ Ինչն էր կամ որն էր այս ամբողջ հաղորդման նպատակը։ Մարդ ներկայացնել քավլիցի Աստծո փառքը ներկայացնել եւ նաեւ ավետանի բարի լուրը ձեզ տալ սերներ որ Էլմաջան եղբայրը եթե ողջ լիներ այս նույն падգամը պիտի տար որովհետեւ այդ նույն падգամը տվեցին առաքյալները 2000 տարի է բոլոր Աստծո ծառաները որ Տեր Հիսուս Տեր է եւ փրկիչ է եւ որ բոլոր մարդկությունը մեղավոր է Աստծո փառքից ընկած է եւ ամեն մարդ փրկության պետքություն ունի
Բարի մեղավորներ, չար մեղավորներ, բոլորն էլ Աստծո փրկության պետքություն ունեն։ Տեր Հիսուս Քրիստոս սիրելիս, 2000 տարի առաջ քո մեղքերի համար, իմ մեղքերի համար խաչի վրա մեռավ։ Իր թանկագին արյունը թափվեց, որպեսզի մենք նրան հավատալով այդ արյան միջոցով հավիտենական կյանք ունենանք։ Որտեղ գրված է Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից կսրբի։ Հիսուս փառքով հարություն առավ եւ խոստացավ, որ ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Ահա ավետանի ճշմարտությունը, սիրելիս։ Եվ եթե այսօր դու անձնապես քո սրտիդ մեջ Տեր Հիսուսին հրավիրես, ապաշխարես քո մեղքերից եւ նրան որպես քո Տերը եւ Փրկիչդ ընդունես, պիտի փրկվես։ Թող Տերը քեզ համարձակություն տա այս քայլը անելու եւ Աստված քեզ մեծապես թողորթի։